Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելներս այսօր պատրաստել եմ տորտ էսկիմո։ Նախ եւ առաջ պատրաստել եմ կրեմը եւ բոլոր բաղադրիչները վերցրել եմ սենյակային ջերմաստիճանի։ Վերցրել եմ 75 գրամ օսլա, 230 գրամ շաքարավազ եւ մի լավ խառնել։ Հետո ավելացրել եմ 6 ձվի դեղնուց եւ կրկին խառնել։ Խառնելուց հետո քիչ-քիչ ավելացրել եմ 250 գրամ կաթ։ Բաղադրիչները միմյանց հետ լավ խառնելուց հետո դրել եմ թույլ կրակի վրա եւ սկզբից մինչեւ վերջ խառնել, որպեսզի կրեմի մեջ չառաջանան կոշտուկներ եւ չկպչի կաթսայի հատակին։ Կրեմը եպվելուց հետո տեղափոխել եմ ապակյա ամանի մեջ եւ ծածկել սննդային թաղանթով։ Սննդային թաղանթով ծածկում եմ այն բանի համար, որպեսզի կրեմի երեսը չկեղևակալի։ Թաղանթով ծածկելիս այն պետք է անպայման կպչի կրեմին։ Կրեմի մեջ եղած ջրային զանգվածը չառանձնանալու եւ թաղանթի վրա չհավաքվելու համար։ Ծածկելուց հետո դրել եմ մի կողմ եւ պատրաստել շերտերը։ Շերտերը պատրաստելու համար նախ եւ առաջ 250 գրամ ալյուրին ավելացրել եմ մի պտղունց աղ, 2 գրամ վանիլ, 7 գրամ սոդա, 60 գրամ կակաոյի փոշի եւ անցկացրել մաղով։ Մաղով անցկացնելուց հետո դրել եմ մի կողմ եւ հարել 6 ձվի սպիտակուցները։ Սպիտակուցները փրփրելուց հետո ավելացրել եմ մի պտղունց աղ եւ քիչ-քիչ ավելացրել եմ 250 գրամ շաքարավազ։ Շաքարավազը փրփրացրած սպիտակուցներին ավելացնելուց հետո դրել եմ մի կողմ եւ հարել 2 ամբողջական ձու։ 2 ամբողջական ձուն մի թեթև հարելուց հետո գդալ ավելացրել եմ 200 գրամ թթվասեր։ Հետո ավելացրել եմ 60 գրամ բուսայուղ եւ մի փոքր վանիլ։ Այս ամենը միմյանց հետ լավ հարելուց հետո քիչ-քիչ ավելացրել եմ բեզեի վրա եւ շարունակել հարել։ Ահա տեսեք, թե բեզեն որքան խիտ է ստացվել եւ եթե թասը շուռ տան գլխի վայր, այն չի թափվի։ Թթվասերով զանգվածը բեզեին ավելացնելուց եւ միասեռ զանգված ստանալուց հետո քիչ-քիչ ավելացրել եմ ալյուրի եւ կակաոյի փոշու խառնուրդը։ Խմորը ամբողջությամբ պատրաստ լինելուց հետո վերցրել եմ սրտիկի ձև ունեցող ձևաման եւ խմորի մի մասը լցրել եմ ձևամանի մեջ եւ տեղափոխել ջեռոց։ Ջեռոցում թխել եմ 180 աստիճանի տակ մոտավորապես 20 րոպեվա ընթացքում։ Հարգելներս, այս ձևամանից կարող են շատերը չունենալ տանը եւ դուք կարող եք թխել այն ձևամանի կամ տապակի մեջ, որը որ ձեզ ավելի հարմար է։ Իմ ձևամանը փոքր է եւ ես պատրաստելու եմ 2 շերտով։ Իսկ եթե դուք պատրաստելու եք ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ, կարող եք պատրաստել 1 շերտով։ Բիսկվիտը մոտավորապես 20 րոպե ջեռոցում եպվելուց հետո անմիջապես ջեռոցից դուրս չեմ բերել։ Ջեռոցը անջատել եմ եւ մոտավորապես 30 րոպե թողել եմ անջատված ջեռոցի մեջ։ Խմորի մյուս մասը ջեռոց տեղափոխելուց հետո հարել եմ կրեմի համար նախատեսված կարագը, մինչև որ մի փոքր սպիտակի։ Հետո գդալ ավելացրել եմ դեղնուցներով պատրաստած կրեմը։ Կրեմը հարելու ընթացքում հարիչս հրաժարվեց աշխատելուց եւ շարունակել եմ հարել մեկ այլ հարիչով։ Կրեմը հարել վերջացնելուց հետո ջեռոցից դուրս եմ բերել երկրորդ շերտը։ Բիսկվիտները հովանալուց հետո դանակով մի թեթև հավասարացրել եմ, քանի որ մեջտեղի հատվածը ավելի բարձր էր, քան եզրերը։ Այստեղ ես կտրել եւ հավասարացրել եմ եւ տեսեք, թե որքան հարուստ ծակոտիներ ունեն շերտերը։ Երբ որ բիսկվիտները արդեն լավ հովացել էին, շերտ տարածել եմ կրեմը։ Բիսկվիտները կրեմով պատելուց հետո 2 ժամով տեղափոխել եմ սառնարան։
Տորթը 2 ժամ սառնարանում մնալուց հետո պատրաստել եմ ջնարակը։ Նախ եւ առաջ վերցրել եմ 35 գրամ կակաոյի փոշի, 15 գրամ օսլա եւ անցկացրել մաղով։ Մաղով անցկացնելուց հետո փոշի զանգվածին ավելացրել եմ 100 գրամ շաքարավազ։ Այս 3 բաղադրիչները միմյանց հետ լավ խառնելուց հետո ավելացրել եմ 150 գրամ սառը ջուր։ Կրկին խառնել եմ եւ ավելացրել 275 գրամ կաթ եւ շարունակել խառնել։ Այս ամենը միմյանց հետ լավ խառնելուց հետո դրել եմ մարմանդ կրակի վրա եւ անընդհատ խառնել։ Խառնել եմ այնքան ժամանակ, մինչեւ որ զանգվածը խտանա։ Խտանալուց հետո ջնարակին ավելացրել եմ 15 գրամ կոնյակ եւ շարունակել խառնել։ Վերջում ավելացրել եմ 75 գրամ կարագ, կրակն անջատել եւ շարունակել խառնել այնքան ժամանակ, մինչեւ որ կարագը լուծվի ջնարակի մեջ։ Երբ որ այն արդեն պատրաստ էր, դրել եմ մի կողմ եւ թողել, որպեսզի հովանա։ Երբ որ արդեն ջնարակը որոշ չափով հովացել էր, տորթը դուրս եմ բերել սառնարանից եւ պատել ջնարակով։ Ջնարակի ջերմաստիճանը, երբ որ ես պատել եմ տորթի վրա, եղել է մոտավորապես 50 աստիճան։ Տորթը ջնարակով պատելուց հետո կրկին 2 ժամով տեղափոխել եմ սառնարան։